Պրոշյանի նոր 277 համարի միկրոավտոբուսները շատ ակտիվ երթևեկում են Պրոշյան-Երևան երթուղով, բայց առանց որևէ ուղևորի։ Չգիտեմ, ես ինչ իմանամ, ես կոնկրետ չեմ կարող ասեմ, ինչ չեն նստում, ինչի են նստում։ Վարորդ Արարատ Քերոփյանը տարակուսում է նոր միկրոավտոբուսներ են մաքուր, սիրուն, ինչու չեն նստում։ Ինքն հա 5-րդ անգամ է Պրոշյանից Երևան ու հակառակ ուղղությամբ վարելու։ Առավոտից ընդամենը 4 ուղևորի է տեսել։ 2 տարել եմ, 2 բերել եմ։ Ու իրանք արդեն իրաց տպավորությունը ուրիշ է եղել։ Փոխարենը ուղևորներով բեռնված երթևեկում է 25 համարի մայրաքաղաքային ավտոբուսը։ Նույն պատմությունն է հարևան Քասախում։ Նոր միկրոավտոբուսները դատարկ պտտվում են 59 համարի ավտոբուսը Երևան է տանում բերում ուղևորներին։ Մայրաքաղաքին կպած այս երկու համայնքներում մի քանի շաբաթ է բողոքի ակցիաներ են, որին հիմա լուռ բոյկոտն է հետևել։ Պատճառը տարածքային կառավարման նախարարության որոշումն է այս համայնքներին պիտի սպասարկեն 3 տարի առաջ մրցույթում հաղթած մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Իսկ երևանյան ավտոբուսները համայնքներ մտնելու իրավունք չունեն, մայրուղուց կպտտվեն հետ կգնան։ Մարդկանց դժգոհության պատճառն այն է, որ նոր միկրոավտոբուսները նախ հարմարավետ ավտոբուսներ չեն, հետո ավելի թանկ են, հետո դրանք գնում են մինչև Աջափնյակ ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկ, իսկ օրինակ Պրոշյանի 25 համարի ավտոբուսը մետրոյի բարեկամության կայարանով բարձրանում է մինչև Մոնումենտ, այսինքն պրոշյանցի ուսանողը կամ աշխատողը մի քանի անգամ ավելի գումար պիտի վճարեն դասի կամ աշխատավայր հասնելու համար։ Ձեր չի տալիս նախ միջև ֆիզիկա, ձեր չի տալիս 50 դրամ ավել, հազիվ ավտոբուսեր տակ, ձմեռը տակ, ամառը հով, ինչի համար են ժողովրդին գցում կրակի մեջ, տեղ չկա։ Ավտոբուսի մեջ նստում են ժամը 7-ից հետո, խցկված, էլի ավտոբուս, բայց սրանց մեջ ո՞նց է գնալու գալու։ Իրանցից պրծում չեղա։ Պրոշյանցի այս կանայք հետևում են միկրոավտոբուսների դատարկ անցուդարձին ու պնդում բոյկոտը շարունակելու են, չեն օգտվելու։ Կառավարությունը որևէ նորամուծություն իրենց գլխին բարթելուց առաջ թող հաշվար կանի։ Պրոշյանից որևէ բու հասնելու համար ուսանողը որքան գումար ու ժամանակ պիտի ծախսի։ Չսովորեն, չաշխատեն, այստեղի 80%-ը դուրս են աշխատում։ Գյուղի կանգառում տրանսպորտի սպասողներ կային, ոչ ոք նոր միկրոավտոբուսի չէր սպասում։ Այնց տեղ է գնում, որ հարմար չի։ Կոմիտաս գնալու համար 2-3 հատ տրանսպորտ պետք է փոխենք, բայց ինքը միանգամից գնում է։ Ուսանող ունեմ, ուսանողական փաթեթ եմ վերցրել, ամսական 7650 դրամ եմ վճարում զեղչով էլի այդքան։ Հիմնականում ուսանողների համար է շատ հարմար 25-ը ու շատ մեղք են էլի։ Մի քանի տրանսպորտով պիտի նոր հասնեն դասի։ Դուք պատկերացնում եք, որ ժամին պիտի դուրս գան, որ ժամին հասնեն դասի։ Համ իրանց համար է խնդիր, համ էլ ծնողների համար էլ է ծանր։ Մենք մարդ չենք, ավտոբուսի արժանի չենք, զայրանում է Պրոշյանցի Սամվել Սարգսյանը։ Կագազել է մտնում են երաս սխմում են, բայց ավտոբուսը կարում է շնչես, ժողովուրդը նորմալ նստում են, գազելը ոնց շարժվես։ Նույն տրանսպորտը չի, թո ավտոբուսը աշխատի, գազելը վերում ես կողքեստեր ինչ անես։ Մեր համբերությունը սահմանափակ է։ Քասախի ու Պրոշյանի բնակիչները արդեն մի քանի անգամ Երևան աշտարակ մայրուղին փակել են, հորդորելով կառավարությանը փոխել որոշումը նոր միկրոավտոբուսները թող մնան, բայց ավտոբուսները դուրս չգան համայնքներից։ Երևանից բողոքի նոր օջախ է Կոշ համայնքը, այստեղ ապրողներն էլ Երևան-Գյումրի մայրուղին էին փակել, պատճառը նույնն է, տրանսպորտը թանկացել է եւ այն նույնիսկ մինչև Երևան չի հասնելու, այլ Կոշից աշտարակ, եթե օրենսդրական կարգավորում կա, որ խանգարում է քաղաքացիների համար հարմար լուծում գտնել, օրենքը փոխեք, ասում է քասախցի Արթուր Մարդանյանը։ Բոլոր Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է գրվեն այնպես, որ մարդկանց շահերը ու իրավունքները պաշտպանեն։ Եթե ինչ-որ օրենք խանգարում է մարդկանց իրավունքները լիարժեք իրականացնել, նրանց սոցիալական խնդրին են կպնում եւ մարդկանց արժանապատիվ տեղաշարժին, ապա օրենքի մեջ պետք է գտնել թերությունը եւ օրենքը փոխել, օրենքը վերացնել։ Այսօր աշխատանքային օրվա ավարտին հանրային տրանսպորտի փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիներին ընդունելու են տարածքային կառավարման նախարարությունում։ Մինչև այս էլ մի քանի քննարկումներ եղել էին, բայց մարդկանց չեն բավարարել որոշում կայացնողների փաստարկները։ Նախարարությունից ասել էին, այս ակցիաները վտանգում են տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը։